Շատ կարճ զրուցենք, պարոն Հարությունյան, ինչպիսին հավայ կներեք, պարոն Մնացականյան, ինչպիսին խորհրդարան է լինելու, ես ակտիվ հետևել եմ ձեզ որպես նախին ժամանակ քաղաքացի, դուք բավականին ակտիվ եք արձագանքով խորհրդարանի տեղի ունեցող զարգացումների, որ որակական քննարկում չկա, այս անգամ հանրությունը կտեսնի բովանդակային քննարկում։ Ես իմ մասով ասեմ, ամբողջովին փորձելու եմ ֆերմերների, գյուղացիական տնտեսությունների, գյուղացիների հարցերը բարձրացնել խորհրդարան եւ օրենսդրական նախաձեռնություններ բերել խորհրդարան եւ ստիպել խորհրդարանին անել այն քայլերը, ինչը իրենց անհեռատեսության պատճառով բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ, գյուղացիական տնտեսություններ տուժել են։ Եվ բացի ֆերմերային գյուղացիական տնտեսությունից ինքս ժամանակին լինելով տնտեսության մեջ փորձել եմ տնտեսական բազմաթիվ խնդրահարույց հարցեր բարձրացնել եւ փորձել դրանց լուծմանը հասնել, գոնե ներկա պահին։ Հատկապես հիմա խնդիր կա, արտահանողները լուրջ խնդիրների առաջ են կանգնած, գիտեք ինչով պայմանավորված իրավիճակի հանգուցալուծում, ըստ ձեզ կլինի, թե չի լինի։ Ես հույս ունենամ կարողանանք մենք էլ մեր հնարավորությունները օգտագործելով կփորձենք մի բան անել, որ Ռուսաստանի Դաշնության հետ առևտրային հարաբերությունները վերականգնվի, դա կլինի փրկություն մեր ֆերմերային տնտեսություններին, ջերմատնային տնտեսություն ունեցողների, ձկնաբույսների համար, ինչպես տեսակ, արդեն վերջի օրերս իմացանք, որ մեր ձուկն էլ ուտելու չի, ինչպես ասած երկրի վարչապետը, հստակ հարվածի տակ դնելով եւ ձկնաբույսներին եւ պետության վարկանիշը եւ նաեւ հենց իր ղեկավարած կառույցների ցանձինը Սատոմին, էլի, որ այսինքն նա կոնկրետ հստակ փաստեց, որ իր ղեկավարած կառույցները ճիշտ չեն աշխատում։ Ու այս հարցերը հենց այս հարցերով էլ պիտի բարձրաձայնվի, պիտի խոսվի եւ փորձենք լուծում գտնել։ Ձեր համար զարմանալի չէ, որ նախընտրական շրջանում կուկուռոզ, պերաշկի, տաք կարտոշկա ուտող վարչապետը հիմա հայտարարում է, որ աճեցրած ձուկ չի ուտում։ Մի հատ խնդալու բան ասեմ, էլի, ուրեմն իրականում ձկան որակը հենց յուղի քանակությամբ է որոշում, ինչքան շատ եղավ յուղը ձկան մսի մեջ, այնքան ավելի բարձր է մսի որակը, էլի։ Հենց իր ասածը բերում է, որ նա նույնիսկ չէ հասկանում ինչ է խոսում։ Ու անդրադառնալ արդեն անիմաստ է այսքանից հետո։ Տեսեք, նաև մեղադրանքներ կար ընդդիմությանը, որ մի վերցրեք մանդատները, մի գնացեք, դառնալու եք բոքսի տանձիկ, ընդդիմությունը իշխանությունը ինչ ուզում անում է, 5 տարի տեսանք խորհրդարանում ընդդիմությունը որևիցե հաջողության չհասավ։ Դուք այս մեղադրանքներին, քննադատություններին ինչպես եք վերաբերում եւ արդյոք դրանք ճիշտ են թե չէ։ Ժամանակը ցույց կտա ով կլինի բոքսի տանձիկ, ով կլինի բոքսյորը։ Ամեն ինչը ժամանակը ցույց կտա եւ վերջում ժողովուրդը իր գնահատականը կտա։ Ես եմ շնորհակալ։